հարցեր առաջարկություններ 5 միլիարդ դրամի պարգևավճար կստանան պետական համակարգի պաշտոնյաները այս տարվա առաջին կիսամյակի համար։ Պաշտոնյաներին պարգևատրելու որոշումը կառավարությունն ընդունել է անձայն առանց զեկուցելու։ Կողմ չէ։ Ինչ որ անում են իմ կարծիքով ճիշտ չէ։ Թող զինվորի ծնողներին այդ ամեն ինչ տանեն պարգևատրեն։ Իհարկե, անհրաժեշտ է։ Ամիս մեկ օր դա ավելի լավ կլինի։ Դե բապրի մենակ տրամադրեն կառավարությանը, հասարակ ժողովրդին չեն տրամադրի Ազիջան, թող այն մարդուն տրամադրեն, ով դրա կարիք ունի, ինձ թվում է կառավարությունը չունի։ Դա անօրեն է, ինչ պարգևավճար, աշխատավարձերը բարձրացնեն մարդկանց, թոշակները բարձրացնեն, ոչ թե պարգևավճար ստանան։ Որ արած գործի համար են պարգևատրվելու պաշտոնյաները հարցնում են քաղաքացիները, կառավարությունից թափանցիկություն ակնկալում։ Ինչի դիմաց են ստանում պարգևավճարը, լավ աշխատելու։ Հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի կարծիքով տարօրինակ չէ քաղաքացիների արձագանքը։ Շուրջ 13 միլիոն դոլարի պարգևավճարը պետք է ունենա բացատրություն։ Պարգևավճարի ինքը կոնցեպցիան նշանակում է, որ տվյալ աշխատողը արել է ավելի լավ, քան թե պետք է աներ։ Եթե մարդիկ ստանում են պարգևավճար, որովհետև լավ են աշխատել, դա պետք է երևա։ Ինչու կառավարությունը չի ներկայացնում ում, որքան, ինչի համար է պարգևատրում։ Հակակոռուպցիոն փորձագետը երկու ենթադրություն ունի։ Երկու հիմնական հիպոթեզ եմ ես այստեղ առաջ քաշում։ Առաջինը դա ինչպես ասացի, աշխատավարձերի կոմպենսացիա, եւ երկրորդը, ինչպես ես ասացի, գալիք ընտրությունները։ Վերջիվերջո գիտենք, շատերս ունենք բարեկամներ, ծանոթներ Երևանից դուրս եւ չի բացառվում, որ դա նաև քաջարելու համար է, որը կարող է ունենալ նաև կոռուպցիոն ռիսկ։ Եթե սա աշխատավարձի բարձրացում չէ, ուրեմն աշնանը սպասվող թիմ ընտրություններին է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը։ Հոկտանյանի կարծիքով 13 միլիոն դոլարով խրախուսվում են պաշտոնյաները, հավանաբար ընտրություններին ցանկալի արդյունք ապահովելու համար։ Մենք ունենք հերթական ընտրություններ, արդեն տեղական ինքնակառավարման մարմինների։ Աշնանը լինելու են ու բավականին մեծ թվով համայնքներում է լինելու, նաև խոշորացնում են, որոշ լսել եք համայնքներին, ընտրությունները կարող են նույն ձևով քաջալերվեն այս ձևով որոշակի, այսպես ասած, պաշտոնյաներ, որպեսզի նրանք նաև ունենալով կապեր Երևանից դուրս մարզերում օգնեն, որպեսզի քաղաքապայմանագիրը այդ ընտրություններն էլ, այսպես ասած, բարով, խերով ստանա ցանկալի արդյունք։ Որ պաշտոնյան որքան պարգևավճար կստանա, հայտնի կլինի հաջորդ տարի, երբ հրապարակվեն նոր հայտարարագրերը։ Առայժմ հայտնի է, որ 2025-ին 3 միլիարդ դրամից ավելի պարգևավճար էր ստացել կառավարությունը։ Փաշինյանի պարգևավճարը գերազանցել էր 12 միլիոն դրամը, 7-8 միլիոն դրամ էր մուտքագրվել արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի հաշվին, պատգամավորների հաշիվները համալրվել էին 3 միլիոն դրամով։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Այլուր։